Սուրբ Պետրոսի տեղապահի ընտրության երկրորդ օրը սպիտակ ծուխ բարձրացավ Սիքստինյան կապելայի ծխնելույզից, ազդարարելով աշխարհին, որ կաթոլիկ եկեղեցին նոր պապ ունի։ Հվյարկության 4-րդ փուլում 133 կարդինալները Սուրբ Աթոռի գահակալ ընտրեցին ԱՄՆ-ի քաղաքի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին։ Habemus papam. Մենք պապ ունենք։ Հենց այս ավանդական հայտարարությամբ կաթոլիկ հավատացյալներին շնորհավորեց ավագ սարկավագը։ Leonem decimum quartum. Նոր քահանայապետը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ ընդունում է Լևոն 14-րդ անունը, հարգանքի տուրք մատուցելով Լևոն 13-րդին սոցիալական արդարության խորհրդանիշ դարձած պոնտիֆիկոսին։ Լևոն 14-րդը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 14-ին Չիկագոյում։ Հայրն ունի ֆրանս-իտալական, մայրը իսպանական արմատներ։ Երիտասարդ տարիներին ծառայել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Համբարձման եկեղեցում։ 2014-ին Պապ Ֆրանցիսկոսը նրան գործուղել է Պերու որպես Չիկլաոյի թեմի առաջնորդ, իսկ ավելի ուշ նա առաջնորդել է նաև Կալիաոյի թեմը։ 2023-ին կարդինալ Պրևոստը նշանակվել է եպիսկոպոսների հարցով դիկաստերիայի պրեֆեկտ, որտեղ առանցքային դեր է խաղացել եկեղեցու կառավարման բարեփոխման գործում, հատկապես ներգրավելով կանանց խորհրդատվական գործընթացներում։ 2025 թվականի ապրիլի 21-ին Ֆրանցիսկոսի մահից հետո սկսված կոնկլավն ավարտվեց մայիսի 8-ին Ավգուստինյան միաբանության անդամ կարդինալ Պրևոստի պատմական ընտրությամբ։ Իր առաջին ելույթում Լևոն 14-րդը խոսեց խաղաղության, միասնության եւ երկխոսության կարեւորության մասին եւ հատուկ շնորհակալություն հայտնեց Պերուի ժողովրդին ծառայության տարիներին իրեն վստահելու եւ աջակցելու համար։ Մոնիկա Հայրոյան, Renews Armenia։